Հաղորդման հովանավորներն են Ասեկոսե AM կայքը և Սարյան 2 կոտորակ 2 հասցեում գտնվող Ռատինա էսթետիկ կենտրոնը։ Գեղեցկությունն ամենօրյա խնամքի կարիք է զգում։ Ռատինա էսթետիկ կենտրոնը կապահովի այդ խնամքը։ Անհատական ու մասնագիտական մոտեցում յուրաքանչյուրի։ Ռատինա, գեղեցկություն եւ հմայք։ Եթե ձեզ հետաքրքրում է հայկական շոու բիզնեսի հայելու հակառակ կողմը եւ եթե կան հարցեր, որոնք գուցե հետաքրքրել են ձեզ, բայց երբեք չեն հնչել, առաջարկում ենք միանալ մեզ բացահայտելու շոու բիզնեսյան հայելու հակառակ կողմը։ Ողջույն, եթերում Փոպ-արտն է։ Այսօրվա մեր հյուրն են երգչուհին ում բոլոր գործնական հաջողությունները կապում են հարուստ սիրեկան ունենալու հետ։ Նա երգում է ընտանիքի գրեթե բոլոր անդամների մասին եւ հենց դա էլ համարում իր հաջողության գրավականը։ Նա հայկական շոու բիզնեսում իրեն համարում է լիդեր եւ իր լիդերությունը ցույց է տալիս այնտեղ, որտեղ ամենաշատն է փողի հոտ գալիս։ Ով է նա։ Հայկական շոու բիզնեսի ամենակլկլացնող երգչուհի Ռաբիզի Թագուհի Նանան է նա։ Որ մեկիտեմ նայեմ, դատա որ դատա խաս։ Վերջում կասես։ Չերկուստը լավն եք։ Դու հավետ կմնաս իմ հուշերում սեր։ Մայրասեր դարձավ։ Կներես։ Մենք քեզ Կի անվանս։ Երազարկվում այն ամենայից, որ շպտում էր բախն ինձ այս կյանքում, երազարկվում այն ամենայից։ Ախր ինձ հարցեր են տալի, ոնց կարճ պատասխան։ Պաստորը ճիշտ է ասել, դատա որ դատա։ Երազարկվում այն ամենայից, որ շպտում էր բախն ինձ այս կյանքում, երազարկվում այն ամենայից, որ ասում էր ինձ է սիրում։ Ողջույն Նանա, շնորհակալ ենք քեզ հրավերն ընդունելու համար։ Տարվա մեծ մասը բացակայում ես Հայաստանից։ Կարող են եզրակացնել, որ քայլեր ես անում քո գործունեությունը այլ երկրներում ծավալելու համար։ Այո, լինում եմ Մոսկվայում շատ, որովհետև շուտով կդառնամ Մոսկվայի քաղաքացի, բնակվում եմ այնտեղ եւ նաեւ Հայաստանում։ Իսկ գործունեությունդ ինչպես է ծավալվում այնտեղ։ Շատ լավ։ Պահանջարկը Ռուսաստանում ավելի մեծ է, քան մնացած քաղաքներում։ Այսինքն հնարավոր է, որ քեզ Հայաստանում այլևս չտեսնենք եւ տեսնենք միայն այլ երկրներում քո գործունեություն ծավալելիս։ Ես հայ եմ, Հայաստանից եմ, սիրում եմ իմ քաղաքը, պարզապես կունենամ երկքաղաքացիություն եւ վերջ։ Հարցազրույցներից մեկում նշել ես, որ դասվում ես թանկ երգիչների շարքին եւ չես պատրաստվում Հայաստանում 60-ից 80 հազար դրամով ելույթ ունենալ։ Այդ պատճառով ես մեկնում արտասահման, քանի որ այնտեղ քեզ լավ են վճարում։ Նշել ես նաեւ, որ ունես քո չափանիշները, այ կարող ես ասել ովքեր են տվել քեզ այդ չափանիշները եւ չես կարծում, որ ինչ որտեղ Հայաստանում քո պահանջարկը չկա, քանի որ շատ երգիչ երգչուհիներ իրենք իրենց չեն դասում, այլ դասում են թանկ երգիչների շարքին, բայց Հայաստանում նրանց պատրաստ են հսկայական գումարներ վճարել։ Հայաստանում ում են դա վճարում։ Հայաստանում ով որ գումար ունի, արդեն մեր բոլոր մեր ընկերներն են, ընկերությունն են, բարեկամությունն են, իրանց համար ծրի են երգում։ Այսինքն միայն ձեր ընկերներն ու բարեկամներ գումար ունեն։ Չէ, նկատի ունեմ ով ի վիճակի է։ Համենայն դեպս Ես դեռ Հայաստանում տենց երգիչ չեմ ճանաչում, որ իրան շատ ահռելի մեծ գումարներ են տվել։ Մեկ երգ կատարելու համար օրինակ ստանում են $1000։ Մեծ հետաքրքիր է, որն է 3 երգի համար տալիս են $3000, դա մեծ ահռելի գումար է։ Դե հենց դա համեմատաբար 60000 դրամ։ Եթե դա քեզ համար Հայաստանում եմ աշխատում գումար, ես չեմ ուզում ասել ինչ գումար, ինչքան գումար, բայց Հայաստանում շատ ունեմ, ես ինչու եմ ասում, եթե հետևեն իմ կայքերին, թող տեսնեն ես ամիսը քանի անգամ եմ ինքնաթիռ նստում։ Այսինքն ես ինքնաթիռ եմ նստում եւ այստեղ երգում, եւ այնտեղ երգում, եւ այնտեղ, օր է եղել ես 3 անգամ ինքնաթիռ եմ նստել մեկ օրվա մեջ։ Ով է ասել, որ ես Հայաստանում չեմ երգում կամ հեռացել եմ բեմից, կամ երգում եմ, ինձ գումար չեն տալիս, կամ քիչ գումար են տալիս։ Դու հարցազրույցում նշել ես, որ ես պատրաստ չեմ 60-ից 80000 դրամով երգել։ Մեզ հետաքրքիր է, դու 60-ից 70000 դրամ։ Ես ասել եմ, չեմ պատրաստվում ակումբում աշխատել։ Այդ սահմանը գումարային ո՞րն է, որ Հայաստանում
քեզ չեն կարողանում վճարել։ Ինչու մեկ այլ տեսանկյունից չես նայում այս հարցին, որ հնարավոր է այդ նույն մեծահարուստները ուղղակի նանայի փոխարեն կուզենան լսել մեկ այլ երգչի, պետք չէ անունը շեշտել եւ նրան վճարել։ Ճաշակին ընկեր չկա, ինձ սիրողը ինձ է վճարում, մեկ այլ երգչին ուրիշն է վճարում։ Նույն մարդը կարող է 5-6 հատ երգիչ-երգչուհի հրավիրել, որում լինեմ նաև ես, ինչ կա դրա մեջ։ Այստեղ խնդիրը կարելի է չգծել ուղղակի Հայաստանի վրա, հա, որտեղ չեն Ուղղակի մի բան վճարում։ կարող եմ ասել, որ Հայաստանի երկրի վիճակը շատ վատ է։ Ոչ բոլորն են ի վիճակի, երգիչ-երգչուհիներին աստղերին այսպես կոչված հրավիրեն իրենց առիթներին երգեն։ Եվ Իսկ որոնք են քո չափանիշները, որ դու դասվում ես ամենաթանկ երգիչ-երգչուհիների Ժողովրդի շարքերի։ սերն է իմ չափանիշը, այդքան բան կարամ ասեմ։ Ժողովրդը սիրում է վճարում, ժողովրդը սիրում է գալիս է իմ համերգին, ժողովրդը ինձ սիրողը կա, ես երգում եմ։ Ես երգում եմ ինչ որ ժողովրդն է ուզում։ Ես երգում եմ այն, եթե ես այսօր չկարողանայի իմ երգով գումար աշխատել, ես չէի երգի, դա պարզ բան է։ Երգչուհիներ կան, որոնք եւ տեսք ունեն, եւ ձայն ունեն, ուղղակի չունեն հզոր մեջք կամ հզոր ֆինանսական միջոցներ։ Այդ իսկ կարա ցանկացած մի հատ երգչուհի վերցնի լավ հիթային երգ, նկարի միջին տեսահոլովակ, բայց այդ երգչուն եթե երգի հիթային երգ, քաղաքում իրան լսել, ո՞նց ենք բոլորս ճանաչել։ Ինչու ես մեծ գումարներ եմ վրա դրել, ոչ։ Իմ առաջի երգը եղել է իմ անուշ մայրիկ երգը, որով ժողովուրդը սիրել է, լսել է, ճանաչել են ինձ։ Լավ, բացի Ես չեմ ունեցել միլիոնավոր դոլարներ, հազարավոր դոլարներ։ Իմ անուշ մայրիկ տեսահոլովակը նկարվել է ընդամենը $2000 այն թվերին իհարկե։ Դե իմ անուշ մայրիկ տեսահոլովակը բնականաբար պետք է այդ գումարով լիներ, որովհետև ինչ որ լուրջ ռեժիսորական աշխատանք այնտեղ չկա եւ շատ ժամանակ խոսում են, որ նանայի տեսահոլովակների հիմնական մասը ինչ որ չի պարունակում լուրջ ռեժիսորական աշխատանք, ուղղակի ընդհանրապես տեսահոլովակը 2000 մի մոռացեք, որ մենք կռվի դաշտից հետո, հա, նոր կամաց-կամաց Հայաստանը սկսում էր զարգանալ, Հայաստանում սկսում էին նորմալ հագնվել ու քսվել։ Երբ որ դու նկարահանում ես լավ տեսահոլովակ, թանկ տեսահոլովակ, ասենք միևնույնն է, ժողովուրդը ասում են վատնա, որովհետև ասենք պիտի լինես մեգա աստղ կամ հոլիվուդյան աստղ, որ ասեն վայ շատ լավն է։ Մեր երգչուհիներից նկարահանել են լավ տեսահոլովակներ, հա, թանկ տեսահոլովակներ։ Մի հատ այդ վիդեոների կոմենտները կարդացեք։ Դու գոհ եք ժողովրդի գրածից։ Կաշմար։ Ժողովուրդը քննադատում է։ Ես հասկանում եմ, որ երգչուհին շատ թանկ դես է հագել, երգչուհին շատ գեղեցիկ տեսք ունի։ Ոչ, քննադատում են, թե ինչու է երգչուհին այդքան գումարներ ծախսելուց հետո նմանակում ինչ որ մեգա աստղերի։ Ավելի լավ է գրագետ կոպի անել, նմանակել, քան անգրագետ փնթիություն անել։ Իսկ երբ նայում ենք Նանայի ուրեսուր տեսահոլովակը, ակնհայտ տարբերություն ենք տեսնում։ 2003-4 թվականի ներբեռնվել քո YouTube-յան էջում։ Այ չես կարծում, որ կարելի էր այդ երգը թարմացնել եւ նոր տեսահոլովակ նկարահանել, որը գոնե ինչ որտեղ առնչություն կունենա երգի բովանդակության հետ։ Ինչու հենց կահույքի սրահում նկարահանես տեսահոլովակը։ Կարծում Հակոբյանին։ Երգչուհին դու ես, այսինքն եթե ռեժիսորը ասի պետք է գնանք չգիտեմ որտեղ ինձ ասում եք, այսինքն դու ես ընդունում, որ ճիշտ հասկացեք երեխեք ջան, նոր է սկսել, ես վախենում էի լուրջ բաներ եմ ասում, ասենք ես շատ այնպես ուժեղ մարդ եմ ինքս ինձանով, բայց երբ որ աշխատանքին էր վերաբերում, ես նոր է սկսել, իմ նոր տեսահոլովակներ, որը որ մայրիկից հետո շատ մարդ այնպես ասենց համարցակ տեսահոլովակ էր համարվում, մամայիս ճնշումը բարձրացավ, երբ որ տեսավ ես այդքան կարճ շորիկով բան եւ այլն, բայց այդ համարցակ տեսահոլովակ այն թվերի համար մի հատ էլ ապուշ կոմենտներ էին գրել, որ ասենք խոսքի լավ համարցակը համարցակ, բայց ժպիտով բայց դու կարող ես չէ քո կարծիքը հայտնել, որ այդքան էլ հարմար տեղ չի կահույքի սրահը նկան ու ընդհանրապես երգի հետ կապ չունի քո տեսահոլովակը։ Արտեմ Հակոբյանի համարը տամ։ Արտեմ Հակոբյանին դնենք մյուս անգամ թող հյուրը գա Արտեմ Հակոբյանին դնենք մի կողմ, բայց դու չէիր մտածում, երբ որ հա այդ մեկնաբանությունները գրելու են, անձամբ գրելու են հենց Նանային։ Ասեցի կահույքը, ասեցի, հա սիրուն բաներ կստանա։ Սիրուն կպարենք կամ չգիտեմ։ Նա
Նանա դու քեզ լիդեր ես համարում։ Հարցազրույցներից մի քանիսում նշել ես, որ ես լիդեր եմ։ Մեզ հետաքրքիր է, այդ ում կողքին ես դու քեզ լիդեր համարում։ Ինքս իմ։ Այսինքն դու քո կողքին քեզ լիդեր ես համարում։ Ես կարողանում եմ ինքս ինձ լսել, ենթարկվել, ինքս ինձ հարգել, ինքս ինձ սիրել։ Չէ, լիդերությունը այստեղ խոսքը Լիդերությունը հիմքը գալիս է այդտեղից։ Դու նշել ես նաև լավ է որ դու լիդեր ես, բայց չես ցանկանում որպեսզի քեզ նմանակեն եւ նախանձեն քեզ։ Այ հետաքրքիր է ով է նախանձում Նանային եւ ինչի համար է նախանձում։ Ժողովրդի սերը դնենք մի կողմ։ Չէ, ժողովուրդը սիրում է չի նախանձում, դա մի կողմ եք դնում, բայց ով է նախանձում ինքը կիմանա հեռուստա էկրանից այն կողմ։ Լավ, հարցազրույցներից մեկում նշել ես, որ լինելով լիդեր եւ կատարելով 6-8 բոլորը սկսեցին դրանից հետո ընդօրինակել քեզ եւ սկսեցին կատարել 6-8։ Ինչներ բան է, ուրեմն երբ որ ես երգում եմ էստրադա, հետո ես Արմանուշ Լևոննայի սաներից եմ եւ Արմանուշ Լևոննան խստիվ արգելում էր 6-8 կատարելը, բայց ինձ ստիպում էին շուկան եւ այնպես ստացեց, որ այնտեղ ստիպում էին երգի 6-8 Այստեղ Արմանուշ Լևոնյան չլսեմ բան, այսպես արտահայտում, չեմ ուզում լսել, բացարձակ բան, ասում եմ Լևոնյան ջան, մի հատ, այս կամաց մի հատ դառավ շատ։ Եվ որ ասենք Սպիտակցի Հայկոյի հետ դուետ երգեցի, կոչվեցի էլի Ռաբիզ, հետո դարձա Ռաբիզի թագուհի, հետո դարձա կներես իմ հարցը երևի իմ հարցի մեծ կողմն է, հա։ Չէ, ես ուղղակի մի քիչ հեռու գնացի Բայց հարցը ինչ վերաբերվում է, որ սկզբում ինձ քննադատում էին, որ վայ, բան, Ռաբիզ է երգում, 6-8 է երգում, ինչ է երգում, բոլորը սկսեցին 6-8 երգել։ Այսինքն դու հիմքը դրեցիր 6-8-ի քեզանից առաջ։ Ինձանից առաջ երգել են։ Ոնց թե Շիկերն են երգել 6-8, չէ՞, ասենք Շիկերն են, Սրփուկ Եքեջյաններ երգում էին այն ժամանակ, շատ կատարողներ, որոնք երգել են էստրադա, հա։ Ուղղակի ես չեմ ասում, ես եմ կատարել, չէ, ես չեմ կատարել, ես չեմ ուզում ասել ոչ թե Դու ուղղակի ասում ես, որ քեզնից հետո են սկսել կատարել։ Այս 6-8-ի այս ցեցը որը ասենց ընկավ բոլորի մարմնի մեջ։ Ընկավ բոլորի մարմնի մեջ, որովհետև հասկացան, որ դա ավելի աշխատելու, հա, այդ է ամբողջ խնդիրը, թե չէ, ես գիտեմ։ Բայց երգիչ-երգչուհիներ կան, որ ինձ հետ խոսելուց, ասենք ասում են, նան գիտես, նենց լավ է 6-8-ը բան, բացի այն, որ նենց հոգով եմ կատարում, ինձ դուր է գալի, ավելի լավ է սենց երգեմ բան, քան ինչ որ էստրադա։ Մարդկա մոտ շատ լավ է ստացվում 6-8-ը, քան ասենք էստրադա։ Ուղղակի ինչ ենք այս հարցը պատրաստել, քո հարցազրույցը կարդալուց հետո, որ դու նույնիսկ նշել էիր, երբ երգեցի մայրիկի մասին երգ, ազգս մայրացավ, երբ երգեցի 6-8, մայրասեր դարձավ։ Մենք ցիտում ենք։ Մայրացավ չէ, եւ սխալ են գրել, եթե գրած ա եղել, ոչ թե մայրացավ, այլ մայրասեր դարձավ։ Այդ հարցազրույցը կարդալուց հետո հասկացանք մի բան, որ Նանան ոնց որ հայկական շոու բիզնեսի հիմնադիրներից մեկը լինի, որ ես երգեցի մոր մասին, բոլորը շարունակեցին մոր մասին երգել, ես երգեցի 6-8, բոլորը սկսեցին 6-8 երգել։ Համենայն դեպս քո տված հարցազրույցն է դա, մենք ոչինչ չենք օրինում։ Ես ասեմ, մայրիկ երգը, երբ որ ես երգեցի, տեսահոլովակ նկարեցի, ինձանից հետո սկսեցին, չգիտես ինչու կար, որովհետև երբ որ ես իմ անուշ մայրիկ երգի հիմնան վրա ես ուզում էի տեսահոլովակ նկարահանեի, ինձ չէին թողում։ Ասում էին, տենց բան չի եղել ու պետք չի լինի։ Ինչու բոլորը զարմացան ու ասում էին չկա, բայց ինչու ինձանից հետո սկսվեց դա։ Չէ, հնարավոր է որ մոր մասին տեսահոլովակ ուղակի չի եղել։ Չէ, մայրիկ երգի երգչուհիներ մենք շատ ունենք, որ իրանք հետո ունեցան մայրիկի մասին երգեր։ Հետո, բայց ոչ Նանայից հետո, մի քանի տարի հետո։ Ինձանից հետո։ Բայց մի քանի տարի հետո ու չենք կարող եզրակացնել, որ հենց Նանայից հետո։ Չէ, ես չեմ ասում, ուղղակի կարող է զուգադիպություն եղել, մարդ ա եղել, որ 4 ամիս հետո մայրիկ երգան ձայնագրվել նույն ստուդիայում, որտեղ որ ես, ու շատ ուրախ եմ, ոչ մինչ օրս, որ ինձ ճանաչում են մայրիկի Նանան։ Ես շատ ուրախ եմ, որ ասում մայրիկ երգող աղջիկ։
Լավ, խոսեցինք լիդերությունից, առաջատար լինելուց, չես կարծում, որ ուղղակի, եթե դու քեզ համարում ես, հա, առաջատար երգչուհիներից մեկը կամ առաջատարը քո ոճում, այլ ուղղակի չկան քո ոճի կամ ինչպես ժողովուրդն է ասում, այդ մուղամական Ես մուղամ չեմ կատարում։ այդ կլկլոցները բոլորն էլ երգում են ասում, հա, չկա նանայի նմանը, դրա համար նանան իրեն համարում է առաջատար։ Ես չեմ կլկլացնում, ուղղակի իմ ձայնային տեմբրն է այդպես եւ ես կարողանում եմ այնպիսի մելոդիներ երգել, որ կարող է շատ երգիչ երգչուհիներ չանեն։ Եվ մեր ժողովրդական երգերի մեջ մելոդի չկա։ Մելիզմը կա ուղղակի Մի տեսակ քո կլկլոցը տարբեր։ Ես չեմ, երեխեք ջան, ես չեմ կլկլացնում, ուղղակի երգը գեղեցկացնում եմ։ Նայած ում համար ոնց։ Մարդկա այդ ձեր ասած կլկլոցը լսելուց ասում է ջան ցավը տանը, բայց ասենք ձեզ էլ տհաճ է։ Ճաշակին ընկեր չկա։ Բայց չես կարծում, որ հենց այդ կլկլոցի շնորհիվ ես դու դարձել ռաբիզի թագուհի։ Մեծ կարևորը թագուհի եմ։ Կարևոր չէ թե ինչի թագուհի։ Ռաբիզ երաժշտության։ Այո։ Թող ասեն։ Դա քեզ դուր է գալիս։ Դուր գա չգա, ժողովուրդը ասում է, թող ասի ինքնավայելի։ Ես չեմ կնքել, ես չեմ գնացել, ասեմ բարև ձեզ, ես ինձ կնքում եմ։ Չնայած եթե մի կողմ ու դրանից հաճույք է ստանում, ով որ դա ասում է եւ դրանից գերհաճույք է ստանում, թող ասի հաճույք ստանա, ես ուրախանում եմ, իրոք ուրախանում եմ, որ ինձ քննադատում են, ուրախանում եմ, որ ասենք իմ մասին հիմար կոմենտներ են գրում, ես պարզապես ժպտում եմ, թող լավ տեղը տեղին բոլ հիմար կոմենտներ գրեն, թող ինչքան կարողանան քննադատեն, ինչքան կարողանան քննադատությանը ինչպես է վերաբերվում։ Առողջ քննադատությունը ես չգիտեմ դա որն է, բայց որ քննադատում են, բայց գոնե ճիշտ բան քննադատեն, ասենք Առողջ քննադատությունը հենց դա է, որ որը ճիշտ է քննադատեն։ Կընդունես թե էլի գծծաղես։ Չէ, առողջ քննադատությունը միշտ էլ ընդունվում է։ Այնպես չի մենք կենթանի ենք։ Մենք ամենայն դեպս ընդունեցի, որ ահույքի սրահում նկարված տեսահոլովակը վատն էր։ Լավ էր թե վատն էր, ում դուր էր եկե թող դուր գա, ում դուր չեկե թող դուր չգա։ Թոքից չեր խոսում սիրո մասին, բայց ինչպես պատճառ դարձավ կարմիր գինի, վկա դարձավ սրտիս գաղտնիքներին։ Ես քեզ չէի ասելու այն ինչ որ կա իմ սրտում, բայց կարմիր սիրո գինին դարձավ սրտիս բանալին։ Հիմա դու նկարահանում ես ավելի թանկարժեք տեսահոլովակներ, ավելի թանկարժեք զգեստներով, մեքենաներով, նույնիսկ տեսահոլովակ ես նկարահանել Դուբայում։ Արդյոք դա թանկ երգչուհի լինելու փաստն է, ինչպես դու ես ասում։ Դե իհարկե, եթե գնալով թանկ տեսահոլովակ ես նկարահանում, ուրեմն ասենք գումար ունես, չէ՞ որ նկարահանում, ասենք աշխատում ես շատ գումար, որտեվ եթե դու աշխատում ես, ունես գումար, բարի եղե այդ գումարը ներդիր քո աշխատանքի մեջ։ Իսկ ինչպես ես վերաբերվում այն կարծիքներին, որ նանան հնարավոր չէ իր աշխատանքի շնորհիվ այդ արդյունքի հասնի եւ հիմար քննադատություն։ Ասեկոսներ կան, որ նանան ունի հարուստ սիրեկան, ով օգնում է նրան համերգ կազմակերպել մարզահամերգային համալիրում, օգնում է բնակարան գնել Մոսկվայում եւ տեսահոլովակ նկարահանել Դուբայում։ Տենց, հա։ Չես կարծում, որ այս ամենը հենց խոսելու տեղիք տալիս է։ Չէ, ես չեմ խոսում, ես ժպտում եմ։ Եվ հոգնել եմ, երեխեք ջան, ճիշտ հասկացեք, ես բացատրել եւ ասել, որ ես չունեմ հարուստ սիրեկան, իմ կողքը տենց մարդ չկա։ Ես ունեմ ինձ շատ սիրող հարուստ մարդիկ, ում առիթներում ես երգում եմ, դա չի նշանակում, որ իրենք իմ սիրեկաններն են։ Ես իրենց ուրախացնում եմ, վաստակում եմ իմ աշխատանքը, իմ գումարը եւ գալիս եմ տուն եւ բարի լինեմ այդ գումարը ներդնեմ իմ աշխատանքի մեջ։ Ժողովուրդը խիա տենց վատ բաներ խոսում, չկա տենց բան։ Իսկ ճիշտ է։ Աստծո բարով խերով շուտով Աստված առաջ կամուսնանամ այդ հիմար բամբասանքները հույսով եմ կավարտվի։ Հարցս չտված, հարցից պատասխանեցիր փաստորեն, դա է ուզում ճշտել։ Չկա նման ոչ մի սիրեկան, ժողովուրդ ջան, հանգիստ թողեք ինձ նման հիմար բամբասանքների մասին խոսել։ Հանգիստ պարզապես ամեն մեկը ինձ քննադատելուց թող առաջնահերթ ինքը իրեն նայի, ամեն առավոտ ինքը իրեն հայելու արչև սիրի։ Այսինքն ինքը իրեն հարգի, նոր դիմացինին քննադատի։ Բավական է հերիքա իմ մասին ապուշ հիմար բամբասանքներ տարածել թե ինտերնետում, թե ընդհանրապես կոֆե խմելուց սեղանի շուրջ։ Արդեն զզվելի է եւ տհաճել չի, արդեն նիտրալ ինչ որ գիծ է գնում։
նշեցիր, որ շուտով կամուսնանաս, իրականությանը համապատասխանում են այն ասակոսները, որ Նանայի ընտրյալը ամերիկաբնակ հայ գործարար է եւ որ շուտով Նանան նույնպես կմեկնի ԱՄՆ մշտական բնակություն հաստատելու այնտեղ։ Իսկ ճիշտ է եղել, որ 2005 թվականին քո նշանադրությանը Այո, 2005 նշանածը չի եղել նշանադրությանը։ Ես էսա ասեմ, 2005 թվականին, այո, ես նշանված եմ եղել, այո, իմ նշանածը եղել է ամերիկաբնակ, որը որ խնդիր է ունեցել, չկարողացավ ինքը գար Հայաստան, Որովհետև նախկինում ձերբակալված է Չէ, եղել։ ձերբակալված չի եղել, դոկումենտի խնդիր եղավ, որովհետև գիտեք այնտեղ ոնց է ժամանակ է պետք մնալ, միջև green card ստանալ եւ այլն, այդպես բան չկա, ձերբակալված չի եղել։ Եվ չկարողացավ գար, ես սպասում եմ ինքը գար, հետո նշանդրեք անենք, ինքը ասաց, չէ, ես ուզում եմ մեծ նշանդրեք անենք, ասի, օքեյ, ոնց դու ուզես։ Որովհետև ես ինքս ինձանով բնավորությամբ շատ կանացի եմ եւ հնազանդվող։ Եթե իմ կողքը կա տղամարդ, ես հնազանդեմ եւ իմ պարտավոր եմ իմ տղամարդուն հնազանդվել եւ իր գլխի թագը միշտ փայլուն պահել։ Ես նման մարդ եմ։ Ես այդպեսին եմ։ Եվ ինքը երբ որ ասեց սենց եւ իր papan է եղել իմ կողքը։ Իսկ ճիշտ են հենց այն լուրերը, որ ձեր բաժանության պատճառը նրա բարեկամներն են եղել։ Գիտեք, դա մի քիչ ավելի խորը ինչ որ խոսակցություններ է, բաժանության պատճառը մեր տեղեկությունների հենց այդպես էլ եղել է եւ նրա հարազատները չեն ուզել, որ հետագայում ձեր կապը շարունակվի։ Ոչ, սուտ խոսակցություններ, նրա հարազատները միջ օրս ինձ այդ կապի մեջ են, ինձ շատ հարգում սիրում են, մենք ընկերություն ենք անում, հետո ինչ որ չի ստացվել մեր անձնական կյանքը։ Լավ, թողնենք անձնականը մի կողմ եւ կրկին վերադառնանք քո երգերին։ Այ իմ անուշ մայրիկ, իմ քույրիկ, ծնողներ, ծնունդդ շնորհավոր։ Այս երգերը ստեղծված են համապատասխան միջոցառումներին երգելու եւ կրկին հսկայական գումարներ աշխատելու համար։ Չէ, ես երգերը ցանկացած երգեր նամանավանդ ձեր նշված երգերը, ես հոգով եմ կատարում, ես սիրում եմ, որովհետեւ ես ինքս պաշտում եմ իմ ծնողներին, նամանավանդ մայրիկի շատ եմ սիրում եւ Պարզապես կոմերցիոն լինի թե չլինի, ես իրենց հոգով եմ կատարում, ես սիրով եմ կատարում։ Այն Անա, դու ինչ ես անում, որ չեն անում մյուս երգիչ երգչուհիները։ Ես ինչ ուզում եմ Դու քեզ համարելով առաջատար, քեզ համարելով լիդեր, ինչ ես անում դու, որ չեն անում մյուսները։ Ես ինձ չեմ համարում ոչ լիդեր, ոչ ես, ոչ են։ Ես սիրում եմ անել այն, ինչ ուզում եմ։ Փաստորեն Եվ անում եմ ինչ ուզում եմ եւ լավ եմ անում, որ անում եմ այն, ինչ ուզում եմ։ Ում դուր չի գալի, թող չնայ։ Փաստորեն նախորդ հարցազրույցից հետո քո մոտ ինչ որ մի բան փոխվել է, որովհետեւ նախորդ հարցազրույցում դու քեզ համարում էիր լիդեր եւ առաջատար։ Լիդեր ես չեմ ասել, ես լիդեր եմ, ես առաջատար եմ։ Դա պարզապես եթե լրագրողներն են նման բան գրել, դա իրենց խնդիրն է։ Որովհետեւ ես ասել եմ պարզապես, երբ որ ասեն ինչու ես սա կատարում, ասում եմ ես սենց եմ կատարում, երբ որ սա այսպես ասեց, նա այնպես արեց։ Ներկայացրել եմ իրավիճակը, դուրս եկել ես լիդեր եմ դառել։ Էդ էլ լավ։ Սիրահարվել եմ նորից, հոգիս տանջվում է սիրտս ցավից, գիշեր ու ցերեկ, հանգիստում եմ կարոտից, սիրահարվել եմ նորից։ Լավ Նանա, մի փոքր խոսենք քո իմիջային փոփոխությունից, մեծ քննարկում եղավ քո իմիջային փոփոխության հետ կապված, այ ինչպես որոշեցիր փոխել ոճդ, փորձեցիր բաց թողածը լրացնել եւ դու էլ շարժվել նորաձևության տենդենսներով։ Չգիտեմ, այդպես ստացվեց։ Ես միշտ գիտեք ինչպես էր ինձ մոտ, ժամանակին սիրում էի շատ ոսկի կրել, ոսկեղեն, հա, այսպես ասած, չգիտեմ ինչու, հետո հավես կորավ ոսկեղենից անցա բիժուտերիաների, հետո ինչ վերա մեր հագուստի ճիշտ սանրված հագուստ, դե այն ժամանակ դիմահարդարումները, եթե ասենք վերցնենք, մեր մոտ չէ որ ամենը նոր է բացվել, նոր ասելով, այնպես չի ես մի տարի է, որ չգիտեմ, ինձ հետևում եմ կամ չգիտեմ ինչ, ես միշտ ինձ հագել եմ պարկասու հնարություն ունեցել եմ, հագել եմ բրենդեր եւ այլն, ուղղակի չգիտեմ, հիմա ավելի լայնածավալ է, հա, երևի ամեն ինչը նապադնոյս է, ինչպես ասում են, ընտրությունը շատ մեծ է, այսօր արդեն ինձ մոտ է այդ պարզապես հավեսս բացվեց։ Ինչու ենք այս հարցը տալիս, որովհետև շատերը նշում են, որ վերջին մեկ տարվա ընթացքում Նանայի տեսահոլովակների մեջ շեշտադրված է հենց Նանայի տեսքի վրա, այսինքն չկա այնտեղ ինչ-որ լուրջ երգ, լուրջ տեսահոլովակ, այլ ուղղակի շեշտադրված է Նանայի վրա, որ Նանան գեղեցիկ լինի, մնացածը երկրորդական։ Կաշմար։
Օրինակ մարդը, ով չի լսում նանա, կարող է նայել այդ տեսահոլովակը, որպեսզի նանայի հագուստը։ Աստծո շնորհակալ եմ եւ ծնողներիցս շնորհակալ եմ, որ եթե ինձ նաեւ հավանում են, իմ կերպարն են հավանում եւ ոչ միայն իմ ձայնը, կամ հավանում են միայն կերպարը, կամ հավանում են միայն ձայնը, ես դրա համար եմ շնորհակալ եւ իմ ծնողներին եւ Աստծուց։ Եվ միգուցե հենց այդ իմիջային փոփոխությունը քեզ օգնեց արժանանալ տարվա լավագույն ժամանակակից երգչուհու տիտղոսին։ Կբացես Չակերտներ, ինչ է նշանակում տարվա լավագույն ժամանակակից երգչուհի։ Չգիտեմ Սաթենյան։ Իսկ երբ որ ստացար, քեզ հետաքրքրեց թե ինչի էի ստանում։ Ես անցած տարի շատ մրցանակներ եմ ստացել, որից մի քանիսը իմ PR մենեջեր Պողոս Նամիրխանյանը ստացել, ես ինքս էլ չեմ գնացել։ Ես չեմ գնում մրցանակաբաշխություններին եւ մրցանակ ստանալու եւ ոչ միտեղ չեմ։ Մինչ օրս քեզ չհետաքրքրեց թե որ չափանիշների համար եք մրցանակն ու իմ պատվոգրերը դա ժողովրդի սերն է եւ վերջ։ Դրանք սուտի բաներ են։ Այսինքն դու չգիտես ինչ է ստացել այդ մրցանակը։ Դու չգիտես ինչ է ստացել։ Ես պետք է ստանայի, ոնց հասկացա, ես պետք է ստանայի լավագույն երգչուհի, հետո դարձա լավագույն մոդեռն երգչուհի։ Տարվա լավագույն ժամանակակից երգչուհի։ Հա, մոդեռն երգչուհի, փաստորեն Ամերիկայում plus բաներ կա, էլի։ Մոդեռն երգչուհի բան։ Ուղղակի լավ կլիներ, որ իմանայիր ինչու է ստանում, հա, այդ մրցանակը։ Դե դրա համար եմ ասում, միգուցե դու ճիշտ ես, դրա համար եմ ստացել։ Լավ, դու թվով քիչ այն երգչուհիներից ես, ով աշխատում է մենեջերի հետ։ Շատերը կարծում են, որ դա ավելորդ ճոխություն է։ Դա քեզ համար ճոխություն է, անհրաժեշտություն, թե ուղղակի հոգու բավարարում։ Ես երեխեք ջան, ժամանակ չունեմ անգամ իմ կայքերի նամակներին պատասխանել, ժամանակս չի բավարարում զանգերին պատասխանել, երբ որ ժամանակ լինում է, ես պատասխանում եմ ինքս, բայց որ ժամանակ չի լինում, ոնց հասցնեմ, երևի ես դες կայքերի պարոնները տամոտնեք տեսնեք, թե ինչ է կատարում, նոր կհասկանաք։ Այսինքն դա քեզ համար անհրաժեշտություն է, հարցը դրանն է։ Լավ, պարզ է քո տեսակետը։ Եվ վերջին հարցը։ Դու դասվում ես այն երգչուհիների շարքերին, որոնք համացանցում տեղադրում են իրենց ամենօրյա հայելու մոտ գլամուրային նկարները։ Այդ չես կարծում, որ դա հատուկ է ավելի դեռահաս աղջիկներին, այսինքն քո կերպարը, քո տարիքը արդեն անցել է վաղուց այդ Որովհետև եթե դուք տեսնեք, որ անգամ հնարավոր է Ալլա Պուգաչովան իր նկարի գցի, դա նորմալ է։ Ես օրինակ երբեք չեմ հանդիպել, երբ որ Ալլա Պուգաչովան իր iPhone-ով հայելու մեջ օրինակ ասում եմ, որ ասենք խոսքի դա կարող է անել ցանկացած աստեղ, որը որ ես չեմ ասում, ես աստեղ եմ, չգիտեմ, չեմ գովաբանում ինձ, խնդրում եմ ճիշտ հասկանալ, ճանաչված մարդ, ավելի ճիշտ ասեմ, եւ ոչ ճանաչված մարդ կարող է ինքը իրեն նկարանել, դա նորմալ է։ Ես ինձ շատ եմ սիրում, ես սիրում եմ, ես ինքս ինձ ինչ որ մի գեղեցիկ ֆոնի վրա նկարեմ։ Ուղղակի քո նկարներում համեմատած մնացածի, հա, ինչքանով որ մենք տեղյակ ենք եւ ուսումնասիրել ենք, գերակշռում էին այդ լուսանկարները հազգեստապահարանի մոտ կանգնած, այնպիսի տպավորություններ, որ Նանան ուզում է ցույց տա իր այս գեստը, այն գեստը։ Եվ շատերը նշում են, որ Նանան ցուցամոլը մեզ չի հետաքրքրում, թե Նանան այսինքն այսօր ինչ է հագել։ Բան չեն նայում։ Չէ, եթե տեղադրում ես, հատուկ չնայ։ Կարող է պատահաբար շատ մարգանկարներ գցում, չէ, ես չեմ նայում։ Իսկ չես կարծում, որ դրանով կարծիքներ ես առաջացնում, որ Նանան PR-ի կարիք ունի։ Այսինքն վերջ, էլ Նանային չեն լսում, կամ շատ քիչ են լսում, կամ շատ ինչ որ զանգված է լսում եւ ուղղակի Նանան իր նկարները տեղադրում է, որպեսզի չմոռացվի։ Տեսեք, ես դեռ կամ, ես դեռ այստեղ եմ, ես դեռ ճիշտ է արդեն երկար ժամանակ է տեսահոլովակ չեմ նկարահանել, բայց ես դեռ գոյություն ունեմ։ Չէ, չեմ կարծում։ Ինձ սիրողը նորից եմ ասում, սիրում է, չսիրողը չի սիրում։ Մեկ այլ հարց է, հիշելը եւ հիշողը հիշում է, ես մեկ անգամ ինձ, ոչ թե մեկ անգամ, մի քանի անգամ ինձ ասել են, որ լավ է կյանքում լինել սիրված, քան ճանաչված։ Դրանք շատ մեծ նշանակություն ունեն։ Այնպես որ ես ինձ համարում եմ սիրված երգչուհի։ Լավ, շնորհակալ ենք, իսկ մենք կասենք, որ լավ է կյանքում լինել այսքան ինքնավստահ, ինչպիսին որ դու ես։ Շնորհակալ ենք քեզ։ Մեր այսօրվա տեսքն ապահովելու համար շնորհակալություն ենք հայտնում Ագա Քանքանյան Image Studio-ին։ Image Studio-ն ոճաբան դիմահարդար Ագա Քանքանյանի ղեկավարությամբ հանդիսանում է միակը Հայաստանում, որտեղ լիարժեք արտաքին գեղեցկություն ապահովելուց բացի առաջարկվում են նաև կոսմետոլոգիական ծառայություններ, որոնք իրականացվում են լավագույն ժամանակակից սարքավորումներով։ Հասցե Իսահակյան 14։
Այսօր այսքանը մենք շարունակելու ենք մեր տեսադաշտում պահել հայկական շոու բիզնեսում տեղի ունեցող բոլոր բացահայտ ու թաքուն իրադարձությունները։ Նաև չենք դադարելու բարձրացնել հարցեր, որոնց պատասխանները մինչ այս չեն հնչել։ Եթերում փոփ-արտներ կհանդիպենք։ Հաղորդման հովանավորներն են Ասեկոսե AM կայքը եւ Սարյան 2 կոտորակ 2 հասցեում գտնվող Ռատինա էսթետիկ կենտրոնը։ Գեղեցկությունն ամենօրյա խնամքի կարիք է զգում։ Ռատինա էսթետիկ կենտրոնը կապահովի այդ խնամքը։ Անհատական ու մասնագիտական մոտեցում յուրաքանչյուրին։ Ռատինա, գեղեցկություն եւ հմայք։